Հայաստանը քաղցրավենիքի վաճառքի իմաստով առաջատար տեղերում է գտնվում աշխարհում։ Քաղցրը ամենահասանելի թմրամիջոցն է։ Ամեն երրորդ երեխան 28%-ը երեխեքի դպրոցական արդեն գեր են։ Մենք ժառանգում ենք ոչ միայն գեներ, մենք ժառանգում ենք սովորություններ։ Քանի տոկոս գեր մարդկանցից իրականում հիվանդ են։ Կոնցլագերներում գեր մարդիկ չեն եղել։ Ոնց բացատրել մեծերին, մեր տատիներին, որ թմբլիկ երեխան առողջ երեխա չի։ Օզեմպիկը բերում է, այսպես ասենք, թմբալ ստամոքսի։ Ինչ 3 պրոդուկտներ ես պետքա հանեմ իմ ընտանիքի ռացիոնից։ Լավաշի մեջ ավելի շատ աղ կարող է լինել երբեմն, քան թթվի մեջ։ Եթե մենք ուտում ենք խաշ առանց լավաշի, Այո, բայց օղիով, կարելի է։ Լևոն ջան, նախ շնորհակալություն, որ ժամանակ եք գտելու եկել եք։ Այդ հանդիպումը շատ դժվար ստացվեց կազմակերպել, բայց ձեր գրաֆիկն էլ հաշվի առնելով Նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է քո մոտ լինել։ Ինչի է կյանքը այսքան անարդար, որ բոլորս ունենք ընկերներ, ծանոթներ, ովքեր ուտում են բուրգերներ, կոլայով, տարբեր վատ սնունդներ եւ չեն գիրանում, բայց ունենք նաեւ ծանոթներ, ովքեր ջրի վրա են նայում ու գիրանում են։ Այդ գենետիկա է, թե մենք ուղղակի չենք հետևում ինչ ենք ուտում իրականում։ Այդ հարցին մի անգամ ես պատասխանել եմ հետևյալ տողերով, նորից կուզենամ նույն ձևով։ Դե ասում եմ, ձեր բախտն էլ այդպես բերեց։ Իրականում բախտը բախտով իհարկե, բայց իհարկե մենք ունենք գեներ եւ դրանք այն ծրագրերն են, որոնք ապահովում են մեր օրգանիզմի կենսագործունեությունը ցանկացած մակարդակի վրա։ Սա ամենախորը մակարդակն է եւ հաջորդ մակարդակը դա մեր ապրելակերպն է կամ շրջապատն է, մեր միջավայրն է, որը նույնպես իհարկե սուր ազդեցություն ունի ձեր նշած խնդրին, ճարպակալմանը։ Ինչ է դա նշանակում։ Մենք բոլորս կարծում եմ յուրախություն մեզ ականատեսը չենք եղել, բայց եթե հետևել ենք այդ պատմական քրոնիկաներին, օրինակ գերմանական, այսպես ասենք, օկուպացիայի ժամանակ կոնցլագերներում գեր մարդիկ չեն եղել։ Ես այս նույն արգումենտը լսել եմ Խաչատուր Բադալյանից։ Այո, եւ դա արդարացված արգումենտ է, բայց բնականաբար այդ մարդկանց մի մասը ունեցել են այդպիսի գեներ։ Ուղղակի չի եղել միջավայր, որտեղ գեները կարող են դրսևորվել։ Այսինքն մենք պետք է կերակրենք գեներին այնուամենայնիվ եւ մեր ապրելակերպը, միջավայրը, դրանք այնուամենայնիվ այն որոշող գործոններն են, որոնք վաղ թե ուշ կարող են բերել ճարպակալման առաջացման, եթե մենք ունենք իհարկե նման հակվածություն։ Հակառակ տարբերակում հայոական մարդիկ եւ բոլորիս շրջապատում էլ կան այդպիսիները, որոնք կարող են կրկնակի եռակի անգամ ավելի շատ ուտել եւ անգամ վարել շատ пассив ապրելակերպ, բայց չունենալ ճարպակալում։ Այնպես որ այստեղ այն տարբերակն է երևի թե որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ պետք է լինի չափի մեջ։ Իսկ ոնց հասկանալ նախ արդյոք մարդը ճիշտ է ասում, որ ինքը հորմոնների հետ խնդիր ունի կամ գենետիկայի հետ խնդիր ունի ու քանի տոկոս մարդկանցից, գեր մարդկանցից իրականում հիվանդ են, ոչ թե ուղղակի չեն հետևում իրենց սննդակարգին։ Տեսեք, կան իրականում իրավիճակներ, հորմոնալ խանգարումներ, հիվանդություններ, որոնք կարող են բերել, այսպես եկեք դրան անվանենք, պայմանական ճարպակալման, մարմնի զանգվածի ավելացման, որը պայմանավորված չէ ալիմենտար կամ սնուցման գործոնով։ Պայմանավորված է այո հորմոնալ մակարդակի վրա առաջացած կամ առկա շեղումներով եւ որոշ դեպքերում որոշ դեղանյութերով, որոնք այս կամ այն հիվանդության կապակցությամբ մարդը ուղղակի անկախ իր կամքից պետք է ստանա։ Այսպիսի իրավիճակներ կան։ Ինչպես հասկանալ դրանք։ Իհարկե, եթե խնդրով զբաղվում է բժիշկը, պրոֆեսիոնալը, նա կարող է դա տեսնել։ Երկրորդը կան այսօր օբյեկտիվ հետազոտման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս վերհանել այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել դիսհորմոնալ կամ հորմոնների շեղումներ եւ արդյունքում ճարպակալում կամ գիրություն։ Իսկ կյանքի ընթացքում կարա ինչ-որ բան լինի, որ մարդը միշտ եղել է նիհար, միշտ եղել է լավ կազմվածքով եւ ինչ-որ պահից հետո ինքը սկսել է այդ խնդիրներ ունենալ ու այդ գենետիկան արտահայտվել է, թե ինքը ինչ-որ փոքրուց երևում է արդեն, որ մարդը այդ գենետիկորեն ունի այդ խնդիրը։
Տեսեք, լավ հարց եք տալիս, շատ խորը հարց է իրականում, դա պահանջում է շատ խորը մասնագիտական վերլուծություն։ Մենք գիտենք, որ գեները կարող են նաև մուտացվել, այսինքն փոփոխվել կյանքի ընթացքում կարող են գեների հետ նորից գեները կարող են այսպես ասենք հիվանդանալ, որպեսզի մեր ունկնդիրն ու ակնդիրը կարողանա ճիշտ պատկերացնել։ Եվ այո, կարող են լինել, իհարկե կարող են լինել։ Դրանք ժառանգված չեն այլևս, դրանք ձեռքբերովի խնդիրներ են, բայց իհարկե կարող են նման իրավիճակներ նույնպես լինել, բայց եթե դուք ասում եք, գիտեք ինչ, այստեղ տակից թմբլիկ է, տակից գիրուկ է, հա, դա նաև շատ կարևոր դեր ունի այստեղ ընտանիքը, սովորությունները, որոնք ոչ միայն մենք ժառանգում ենք ոչ միայն գեներ, մենք ժառանգում ենք սովորություններ, պապական, ծնողական սովորություններ, այո, որոնք որ նույնպես կարող են կանխորոշել մեր հետագա իհարկե կյանքի ընթացքը։ Դժվար է պատկերացնել, որ մարդը ժառանգում է սովորություն, այսինքն եթե ինչ-որ մեկի հայրը քաղցրակեր է եղել ու չգիտեմ, չափը չի իմացել այդ քաղցրը ուտելու, հիմա իր երեխան պետք է նույն այդ սովորությունը ժառանգի։ Այո, բացատրեմ, իհարկե բացառություններ կան ցանկացած ասպարեզում, բայց օրինակ, դուք տեսնում եք, որ ձեր հայրը ամեն թեյ խմելուց 5 գդալ շաքարավազ է օգտագործում։ Եվ նույնը փոքրուց դա ձեզ է որպես նորմա ձեզ է նաև առաջարկվում եւ դուք նույնպես այդպես եք մեծանում եւ նույնը դուք փոխանցելու եք ձեր զավակներին եւ սա արդեն վատ, բայց ժառանգված սովորություններ են։ Սա գեների հետ որևէ կապ չունեն, բայց այդպես է։ Կամ մեկ այլ տարբերակ, մայրը պատրաստում է ճաշ, որի մեջ առկա են մեծ քանակությամբ ճարպեր։ Բնականաբար դուստրը դա տեսնում է, դուստրը նույնպես ուսանում է դա եւ այդ սովորությունը, որովհետեւ դա արդեն մայրական համն է ճաշի եւ դա միշտ համեղ է, անկախ թե դուք քանի աստղանի ռեստորանում եք ուտում, մոր պատրաստած ճաշը ուրիշ համ ունի։ Այնպես որ դրանք այո, նույնպես սովորություններ, որոնք կարող են փոխանցվել։ Վատ սովորություններ։ Ինձ թվաց գեների հետ կարա փոխանցվի սովորությունը։ Ոչ, դրանք սովորություններ են։ Դրանք գեների հետ կապ չունեն։ Հետաքրքիր է։ Հիմնականում տատիներն են sense։ Դրանք ժառանգական են, բայց սովորություններ, այլ ոչ գեներ։ Առողջապահության նախարարությունը շատ վատ ստատիստիկա է հրապարակում մեր երկրում երեխեքի գիրության մասին, այսինքն մոտավորապես, ինչպես ասում են իրանք, ամեն երրորդ երեխան 28%-ը երեխեքի դպրոցական արդեն գեր են, այսինքն մենք տանը դաստիարակում ենք կարդիոլոգի պացիենտներին արդեն։ Եթե դուք փորձեք եւ մեզանից յուրաքանչյուրը փորձի մտովի հետ գնալ եւ փորձեք հիշեք վերջին անգամ ինչ որ մեկին հյուր գնալուց բալիկին ինչ եք նվիրել։ Որպես կանոն, իհարկե դա բացարձակ չէ, բայց որպես կանոն դա քաղցրավենիք է։ Եվ Հայաստանը քաղցրավենիքի վաճառքի իմաստով առաջատար տեղերում է գտնվում աշխարհում։ Ահա։ Սա նույնպես սովորություն է։ Մենք տեսնում ենք, որ քաղցրավենիք են նվիրում, մենք նույնպես քաղցրավենիք ենք նվիրում։ Սա կրթություն է, սա դաստիարակություն է։ Եվ այս ամեն ինչի վրա պետք է փորձել ուշադրություն կենտրոնացնել եւ իհարկե պետք է փորձել սերունդներին մի փոքր այլ կերպ դաստիարակել։ Որովհետեւ այո, ես ինքս օրինակ իմ տանը փորձում եմ կոնֆետներ չբացել, որովհետև դա շատ գայթակղիչ է, իսկ երեխաներս շատ են սիրում, ոնց որ եւ բոլոր երեխաները, դա այնպես չէ, որ որևէ մեկը հազվադեպ որ քաղցրը չեն սիրում, հա, բալիկները, բայց փորձում եմ նաեւ այդ դոզավորել չափաբաժինները, որպեսզի երեխան քաղցրով չապրի։ Հեշտ է դա, հեշտ չէ, պետք է անկեղծ ասեմ, որ դա հեշտ չէ, բայց պետք է փորձել։ Իսկ ինչի է տենց, որ երեխաները հենց սիրում են քաղցր։ Ոչ միայն երեխաները, նաև մեծերը, որովհետև փոքր ժամանականից է, չէ՞ գալիս։ Այո, որովհետև քաղցրը ինքը, եթե ասենք ճակերտների մեջ վերցնենք, դա ամենահասանելի թմրամիջոցն է։ Դա մենք կարող ենք հավասարեցնել, որովհետև քաղցրը իր հետևից քաղցր է պահանջում։
եւ դա հասանելի է, դա արգելված չէ, դա արկա է պրակտիկորեն ամենտեղ։ Այո, եւ դա է պատճառը, որ այո, մարդիկ նստում են այդ քաղցրակերության վրա, ճիշտ այնպես, ինչպես թմրանյութերի վրա։ Այսինքն դա կախվածություն առաջացնում։ Այո, դա կախվածություն։ Ու հեշտ դոֆամին է տալիս ուղեղին եւ ռեալ աշխատում դրանով նույն մեխանիկայով։ շատ մարդիկ փորձում են իրենց ստրեսը մարել, դուրս գալ ստրեսային իրավիճակներից, բայց ցավոք սրտի դա առաջացնում է այսպես հետադարձ բացասական շղթա եւ իհարկե քաղցրից ստրեսը չի մարվում, դա թվացial է եւ ընդհակառակը դա բերում է այսպես էմոցիոնալ որոշակի կարճաժամկետ հանգստացման, բայց որևէ խնդիր չի լուծվում շոկոլադն ուտելուց։ Դա ընդհանրապես ներքին զգացողություն է, որ այո, թեթևացավ, բայց պետք է փորձել խնդիրներին ուղիղ ճակատով նայել։ Դե անգամ իրականում այդ սովորությունը, որ ասում ենք, որ փոքր ժամանակվանից է գալիս, իրականում անգամ եթե երեխաների լանչ բոքսների մեջ նայենք կամ նայենք իրանք ինչ են առնում դասերից հետո։ Մեր պապիկը ինչ է բերում։ Դե իհարկե քաղցր, հիմա սեզոնը։ Իհարկե քաղցր, այո։ Քերին ինչ է բերում։ Նու միշտ Ասում քաղցր։ քերին չլինի, երեխան քանի քերին կենթանի է, երեխան պետք է շոկոլադ ուտի, չէ՞, մենք ունենք, չէ՞, այդպես ավանդական խոսք ունենք, չէ՞, այդպես։ Այնպես որ մենք պետք է արմատներին անդրադառնանք եւ պետք է փորձենք փոխարինել, իհարկե ընդհատել, կտրել, ամբողջությամբ հանել հնարավոր չէ, բայց պետք է փորձենք փոխարինենք դա այլ բաներով։ Ես գտել եմ ստատիստիկան, որը ասում է, որ Հայաստանում մոտ 11 տարեկան երեխաների մոտ գենդերային տարբերություն կա գիրության մեջ, այսինքն տղաները 2 անգամ ավելի շատ են գիրանում, ավելի հաճախ են ավելորդ քաշ ունենում, քան աղջիկները։ Այդ ընդհանրապես նոնսենս է, ու ես չեմ հասկանում ինչից է դա գալիս։ Այսինքն մենք աղջիկներին պահում ենք, որ իրանք նիհար լինեն, սիրուն լինեն, իսկ տենց տղաներին կերցնում ենք, որ չգիտեմ, որ ինչ։ Հետաքրքիր հարց եք տալիս, իհարկե ամբողջությամբ դրա պատասխանը չեմ կարող ես ձեզ տալ, բայց իմ կարծիքը հետեւյալն է, որ ցավոք սրտի սերունդները գնալով ավելի пассивանում են։ Եթե ես փորձում եմ հիշել իմ մանկությունը, մենք ամբողջ օրը բակում էինք, Այո։ հեծանիվ, ֆուտբոլ, չգիտեմ, 7 քար, էշմիլիցա, տարբեր արշավներ եւ այլն եւ այլն։ Եթե հիմա վերցնենք մեր քաղաքային պայմանները, այնքան որոշակի իմաստով այսօր վտանգավոր է դարձել երեխային բակ թողնելը։ Եվ բնականաբար սա բերում է այդ հետևանքների առաջացման։ Մյուս կողմը, բոլոր այն գadgetները, բոլոր այն ինտերակտիվ խաղային պլատֆորմաները, որոնք որ կան, երեխաներին սահմանափակում են իրենց վիրտուալ իրականության մեջ եւ որևէ մեկը այլևս չի ձգտում ֆիզիկական խաղերի։ Նրանք ֆիզիկապես խաղում են այստեղ, իրենց թվում է իրենք մարտնչում են, սաղում են, վարում են կամ կռվում են, չգիտես, հա, բայց իրականում իրենք նստած են եւ ոչինչ էլ չեն անում։ Այնպես որ իհարկե սա կյանքի էվոլյուցիան է, եթե այսպես փորձենք նկարագրենք, այո, սա այսօր տեխնոլոգիական զարգացումները բերել են այնտեղ, որտեղ մենք կանք եւ դրանից հեռու չենք կարող փախնել, բայց պետք է փորձենք այնուամենայնիվ այս ամենը գրագետ օգտագործել։ Պետք է այնուամենայնիվ փորձենք երեխաների մեջ պահել այդ ֆիզիկական ակտիվությունը, այդ ռիթմը եւ հնարավորություն եւ միգուցե ժամանակ չթողնենք, որպեսզի նրանք պարփակվեն իրենց այդ վիրտուալ կյանքի մեջ։ Ինչը հիմա շատ հեշտ է եւ ինչից նաեւ ծնվում են բազմաթիվ խնդիրներ։ Շատ հեշտ է ինչ անել, փակվել, թե պահել։ Այո, փակվել։ Երեխային շատ հեշտ է փակվել այդ վիրտուալ իրականության մեջ, որտեղ ինքը տեր ու տիրական է, որտեղ կյանքերի թիվը անսահման է, որտեղ հնարավորությունները նույնպես կարելի է գնահատել, որ անսահման է։ Այնտեղ դու կարող ես լինել եւ սուպեր հերոս, այնտեղ դու կարող ես լինել եւ չար ինչ որ մի հերոս, ինչ ուզես, այսօր դա հասանելի է, ցավոք սրտի։ Հետաքրքիր է։ Ես էլ հիշում եմ իմ մանկությունը ու ես ուղղակի չեմ հիշում այսքան գեր քաշով երեխա իմ մանկության մեջ ու մենք ուղղակի
ամեն օր ունենք ինչ-որ ակտիվություններ, Այո։ ֆուտբոլ եւ այլն, նախ չգիտեմ որտեղից ենք մենք գտնում այդ պայմանները, այսինքն նենց չէ, այն ժամանակ ֆուտբոլի դաշտերը ավելի շատ են կան թե հիմա։ Իհարկե։ Ինձ թվում է հիմա ավելի լավ է այդ առումով, բայց մեկ այդ ֆուտբոլի դաշտերը հիմա դատարկ են։ Ну, ամեն դեպքում Ամեն բան մեր պատկերացման, մեր գլխի մեջ է, մեր ուղեղի մեջ է, որովհետև իրականում մի շատ հետաքրքիր բան կա, բոլոր այն անձիկ, ովքեր որ ունեն անձի երկատում, իսկ դա իրավիճակ է, երբ որ մարդը օրվա մի մասը կարող է լինել այլ էության տեր, այլ բնավորության տեր, այլ ագրեսիայի կամ բարության տեր, օրվա մյուս մասը ընդհանրապես այլ։ Եվ հետաքրքիր է, որ այս երկու մարդիկ հիվանդանում են տարբեր հիվանդություններով։ Եվ այն հիվանդությունը, որը կարող է լինել մեկի մոտ, կերպարանա փոխումից հետո մյուսի մոտ ի հայտ չի գալիս։ Այսինքն սա գալիս է նաև եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ ամբողջը մեր ուղեղում է, մեր պատկերացումներում է։ Եվ մնացյալը թերևս երկրորդային է։ ոնց բացատրել մեր մեծերին, մեր տատիներին, որ թմբլիկ երեխան դա առողջ երեխա չի, դա իսկապես 30 տարեկանում կարդիոլոգի պացիենտն է լինելու ու պետք չի երեխային ցենց վատ կերակրել, ոնց հանել այդ սովորությունը Տեսեք, իրականում դա կարծում եմ այլ ծագումնաբանություն ունի եւ դա շատ դժվար է ածել, որովհետեւ մարդ, ով որ ապրել է բավականին դժվար տարիներ եւ սով է տեսել, բնաջնջում է տեսել է, որ մարդիկ սովից կարող են մահանալ, սովամահ կարող են լինել, հակառակը ապացուցել դժվար է։ Եվ թերևս միգուցե դա այն պաշտպանական ռեֆլեքսն է մեր մեծերի մոտ եւ նաեւ ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է մեր ազգի դարավոր տառապանքով, քշված լինելու, ցեղասպանված լինելու, անընդհատ տեղահանված լինելու այս պայմանների բացակայ, որ ցանկացած պահի պետք է ուտել։ Եթե կա այդ հնարավորությունը, եւ դա է պատճառը, որ այդ հմբլիկությունը, այդ լցվածությունը մեր տատերի եւ պապերի մոտ միգուցե ասոցացվում է բարեկեցության, առողջության, ապահովության հետ։ Եվ քանի իրենց մեղադրելի չէ իրականում, բայց պետք է փորձել դա այլ կերպ վերաիմաստավորել է պետք դա, որ այո, միգուցե եղել են, բայց այլևս այդ ժամանակները չեն։ Սա միգուցե իրավիճակ է, որը մեր մեծերի գենետիկ հիշողության մեջ է արդեն եւ ռեֆլեկտոր նրանք փորձում են պաշտպանել մեզ, ասելով, որ այո, չէ լավ է, երեխան թմբլիկ է, շատ լավ է, առողջ է, այդ լավ է։ Հասկանալի է ոնց է այդ էվոլյուցիոն գործիքը աշխատում, այսինքն թմբլիկ է, այսինքն երկար ժամանակապետք, որ ինքը կոպիտ ասած մաշվի։ Այո, իհարկե։ Ոստեղ հասկանալի է, բայց եթե մենք ուրիշ տեսանկյունից նայենք, ենթադրենք ես ընտանիքի հայրն եմ, ունեմ փոքր երեխա մինչև 10 տարեկան։ Ինչ սովորություն ես պետքա մտցնեմ ընտանիքում եւ ինչ 3 պրոդուկտներ ես պետքա հանեմ իմ ընտանիքի ռացիոնից եւ թույլ չտամ որ տուն մտնի։ Շատ լավ հարց եք տալիս։ Բոլոր ռաֆինացված, զտված պրոդուկտները առհասարակ իրենք համարվում են, որ այդ իմաստով որոշակի չարիք են։ Դրանք օրինակ շաքարավազը։ Օրինակ, առաջին սորտի ալյուրը, հացամթերքը, առաջին սորտի ալյուրից պատրաստված առհասարակ։ Առաջին սորտը վատ է։ Այո։ Որքան պրոդուկտը զտված է, իսկ առաջին սորտ նշանակում է, որ ցորենի ողջ բջջանքը հեռացված է եւ նա մաքուր հատիկից եւ բջջանյութ չպարունակող, թեփ, եթե sense խոսակցական լեզվով թեփ չպարունակող, հա, հատիկից, ոչ թե ամբողջահատիկից, որը պարունակում է նաեւ իր պատիճը, հա, այլ միջուկից պատրաստված, ալյուրից պատրաստված հացն է։ Նույն ձևով նաև զտված օրինակ ռաֆինացված ձեթերը, հա։ Եթե փորձենք 3 բան թվարկել, ապա ես այս 3 կթվարկեի։ Շաքար, ռաֆինացված ձեթեր
եւ իհարկե առաջին սորտից պատրաստված հացամթերք։ Բայց այդ որ սորտից պատրաստված Երրորդ հացամթերք։ սորտի շատ լավ ամբողջահատիկից պատրաստված շատ լավ։ Սովորաբար ամբողջահատիկը ինքը մաքրվում է, վրայի կեղևը հեռացվում է, որպես թեփ, խոզերին ենք մենք տալիս, եթե այսպես ասենք, իսկ միջուկը, որը իհարկե ավելի բարձր կալորաժ ունեցող եւ զտված պրոդուկտ է, մենք համարում ենք սպիտակ հաց եւ օգտագործում ենք մեր ամենօրյա ուտելիքների հետ միասին։ Իսկ լավաշը արդյոք Նույնն է, տրամաբանությունը նույնն է։ Եթե խոսում ենք ամբողջահատիկով պատրաստված լավաշի մասին, այո, նույնն է։ Եվ շատ կարևոր մի բան կա այստեղ նաև աղը։ Աղի պարունակությունը։ Մենք խոսեցինք շաքարի պարունակության, քաղցրի մասին, բայց նաև կարևոր դեր ունի նաև աղը։ Եվ երբեմն դուք կարող եք հիմա բանով վերաբերվեք իմ ասացին, բայց լավաշի մեջ ավելի շատ աղ կարող է լինել երբեմն, քան թթվի մեջ։ Այնպես որ եթե կա հնարավորություն խուսափել այս պրոդուկտներից կամ ոչ թե խուսափել առհասարակ, բայց դրանք օգտագործել նվազագույն չափաբաժիններով, իհարկե մենք կապրենք շատ ավելի առողջ եւ երջանիկ։ Եթե մենք ասում ենք շաքար, դուք պատկերացնում եք, դա բոլոր տնական կոմպոտներն են, հա, դա բոլոր գազավորված խմիչքներն են, որովհետեւ ես շատ լավ հիշում եմ, ոնց որ ասում են ողորմի իմ տատիկին եւ բոլոր անցավորներին, բայց երբ որ իմ տատիկի պատրաստած կոմպոտը մենք բացում էինք, դա պետք էր եւս մի 3 այդքան ջրով բացել, որից հետո նա կլիներ ուղակի խմել, այնքան քաղցր էր դա պատրաստում։ Սիրոպ էր ավելի։ Այո, ինքը պատրաստված չէր որպես օշարակ, բայց դա իր նորման էր։ Եվ դա կարող էինք մենք նույնպես ժառանգենք։ Ես ուրախ եմ, որ այս մասը մենք չենք ժառանգել։ Բայց աղը ինչու։ Ինչ կալորիաներ կան աղի մեջ։ Ինչ խնդիր կարա բերի այդ աղը։ Հարցը միայն կալորիաների մեջ չէ, հարցը նաև աղով օրգանիզմի ծառաբեռնման եւ հեղուկի կուտակման մեջ է եւ նյութափոխանակության խանգարման մեջ է։ Այստեղ մենք միայն կալորիաներ չէ որ պետք է հաշվենք, այստեղ մենք պետք է խոսենք բալանսի մասին, հաշվեկշռի հավասարակշռության մասին։ Եվ օրինակ կարծում եմ որ դուք եք տեսել եւ ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր դեռ չհամտեսած այս կամ այն ուտեստը, առաջին գործը, որը որ արվում է, դա մեկնում են ձեռքը, վերցնում են աղամանը եւ սկսում են աղցանել։ Դա արդեն ռեֆլեքս է ինչ-որ։ Այսինքն նույնպես սովորություն է, որը որ իհարկե ծնում է հիվանդություններ։ Օրգանիզմի վրա ցանկացած ծանրաբեռնվածություն առաջացնում է հետևանքներ։ Մենք պետք է հասկանանք, որ օրգանիզմը ունի իր ներքին միջավայրը, որտեղ հաշվեկշռված են ցանկացած նյութի, ցանկացած միներալի քանակությունը։ Եվ ցանկացած ժամանակ, երբ որ մենք այս կամ այն դրսից ներմուծվող նյութի քանակությունը ավելացնում ենք, օրգանիզմը պետք է փորձի այդ հաշվեկշիռը պահի իր ներսում, բայց դա իհարկե հնարավոր է կատարել այն բուֆերային կամ այն պահեստային հնարավորությունները, որոնք որ ինքը ունի եւ գալիս է իրավիճակ, երբ որ այդ պահեստային հնարավորությունները ուղղակիորեն սպառվում են։ Իսկ եւ ծագում են հիվանդություններ։ Երբ է գալիս այդ իրավիճակը տարիքի հետ, թե ինչ որ բնականաբար տարիքի հետ դա ավելի ու ավելի մոտենում է, որովհետեւ մենք ինչքան տարիքով մեծանում ենք, այնքան մեր կոմպենսատոր հնարավորությունները նույնպես նվազում են։ Մենք ծերանում ենք, ես չպետք է դրա մասին մոռանալ, եւ ծերանում են բոլոր համակարգերն ու օրգանները։ Այդ թվում է հաշվեկշռող, հավասարակշռող համակարգերը։ Հա, բայց այս վերջերս ես նկատել եմ ինչ-որ հայտարարություն, որ տարիքը չի ազդում մետաբոլիզմի վրա։ Այսինքն կապ չունի քանի տարեկան ես դու, եթե դու զբաղվում ես սպորտով ու պահպանում ես որոշակի դիետա ասելով սննդակարգ։ Ճիշտ եք ասում։ Ու չես գիրանալու։ Ոչ ամբողջությամբ չեմ համաձայնվի այդ մտքի հետ, կփորձեմ բացատրել։ Այնուամենայնիվ վերցնենք օրինակ ինսուլյար ապարատը։ Դա ապարատ է, որը արտադրում է ինսուլին հորմոնը, որը պատասխանատու է շաքարի
փոխանակության եւ յուրացման մասին։ Ցանկացած բջիջ մեր օրգանիզմում ունի կյանքի տևողություն։ Ցանկացած բան աշխարհում ունի կյանքի տևողություն։ Ցանկացած նյութ ունի կիսատրոհման պարբերություն կամ կյանքի տևողություն։ Եվ չկա մի բան, որը հավերժ է։ Չկա։ Աշխարհիս վրա գոյություն չունի այդպիսի որևէ բան։ Այդ իսկ պատճառով կան ռեզերվներ, որոնք մենք կարող ենք պահպանել ճիշտ ապրելով, հավասարակշռված ապրելով, եւ դրանք կծառայեն այո, մեզ երկար եւ մենք կարող է դառնանք միջին ստատիստիկ կյանքի տևողություն ունեցող մարդուց ավելի երկարակյաց որևէ մեկը։ Բայց եթե մենք անընդհատ ծանրաբեռնում ենք եւ եթե մենք անընդհատ ստիպում ենք, որ այդ բջիջները, որոնք պատասխանատու են A կամ B գործողության համար, աշխատեն գեր ծանրաբեռնված, բնականաբար ավելի շուտ ծերանան եւ փոխարինվեն նորերով, մենք սպառում ենք բոլոր ռեզերվները։ Ճիշտ եմ հասկանում, եթե մենք ուտում ենք հաճախ, ինսուլինը ավելի հաճախ է արտադրվում, այո, եւ իր այդ համակարգը ավելի շատ է հաշվում ժամանակի ընթացքում։ Ավելի արագ է հաշվում։ Հաճախը, տեսեք, ինսուլինի սեկրեցիան կամ արտադրությունն ու արտազատումը տեղի է ունենում ի պատասխան, ինչպես դուք նշեցիք, մեր սնման։ Եվ մենք պետք է մի բան գիտակցենք։ Ինչպես է արևը ծագում եւ մայր մտնում։ Սա մի ցիկլ է։ Ցերեկ եւ գիշեր։ Պտույտ արեգակնային համակարգում, հա, եւ իհարկե տիեզերքում։ Սա ցիկլեր են։ Նույն ձևով պետք է լինի նաեւ մեր օրգանիզմում։ Մենք արթնացանք, կերանք, ինսուլյար ապարատը սկսեց աշխատել, անցավ ժամանակ, ինսուլյար ապարատը հանգստացավ, լիցքավորվեց, եկավ հաջորդ սնման ժամանակը, մենք նորից կերանք։ Բայց երբ որ մենք հաճախ ենք ուտում, պայմանական ամեն ժամը մեկ ինչ որ մի բան ենք ուտում, կապ չունի ինչ, կապ չունի ինչ մեծ հաշվով։ Իհարկե ինչքան ածխաջրատային, ինչքան քաղցր շաքարային, այնքան ինսուլյար արտադրության ստիմուլը, խթանը այնքան շատ։ Բայց մենք այդ դեպքում պատկերացրեք, շատ պատկերավոր ասեմ, դուք ունեք ձի կամ ավանակ, որին անընդհատ ճիպոտով պետք է խփեք։ Այո, սկզբում շատ առույգ կվազի այդ կենթանին, հետո մի քիչ կհոգնի, կդանդաղի, իհարկե վերջում ուղղակի կպարկի կամ կնստի, կամ վատարագույն դեպքում շունչը կփչի։ Այսինքն ամեն բան ունի իր ռեզերվը եւ ամեն բան ունի իր հնարավորությունը եւ մենք պետք է ճիշտ վերաբերենք ցանկացած բանի։ Ցանկացած։ Լինի դա իր թե օրգանիզմ։ Ճիշտ եմ հասկանում, որ դա նշանակում է, որ եթե ես ուտում եմ օրինակ ժամը 10-ից հետո նախաճաշում եմ ժամը 8-ին, ես ավելի քիչ ժամանակ եմ տալիս իմ ներքին համակարգներին հանգստանալու եւ իրանք ավելի դժվար են վերականգնվելու։ Իհարկե ճիշտ եք։ Իհարկե ճիշտ եք, ինչպես մենք ենք քնում եւ պետք է քնենք եւ օրական 7-8 ժամ քուն ունենանք, որպեսզի օրգանիզմը հանգստանա։ Բոլոր, եթե ասում ենք օրգանիզմ, դուք հասկանում եք, դա միայն ֆիզիկական քունը չէ։ Դա բոլոր օրգան համակարգերն են։ Նրանք նույնպես հոգնում են։ Այդ ուրիշ բան է, որ ոտքերի պես կարող է, հիմա խոսեցինք ինսուլյար ապարատի մասին, ոտքերի պես կարող են չցավել, հոդերի պես կարող են չցավել, բայց դա էլ արտահայտվում է արդեն շաքարի ցուցանիշի փոփոխություններով։ Իհարկե ճիշտ եք։ Այդ իսկ պատճառով հիմա կարող եք իհարկե հակադարձել, որ ես գիտեմ մարդ, ով ամբողջ գիշեր ուտում խմում է, բայց որևէ բան էլ չի։ Իհարկե կան այդպիսի մարդիկ նույնպես։ Ճարպը, որը գտնվում է ստամոքսի մեջ, տարբերվում է ճարպից, որը գտնվում է օրինակ ոտերի մեջ ու նույնպես վտանգավոր է։ Շատ լավ հարց եք տալիս, իրական շատ բժշկական հարց է, որովհետև այո, նախ փորձեմ մի փոքր շտկում կատարել, ոչ թե ստամոքսի մեջ, այլ որովայնի մեջ, որովհետև ստամոքսի մեջ այն ինչ գնում է ստամոքսի մեջ, ինքը մարսվում է որպես կանոն, բայց իրապես այդ երկու զոնաները ներորովայնային անվանենք, որովայնի խորոչում արկա ճարպը եւ այն ճարպը, որը գտնվում է օրինակ ազդրերի վրա, նստատեղի, թիկունքի, ձեռքերի, դրանք իրենց բնույթով տարբեր ճարպեր են։
Եվ այն պացիենտները եւ անգամ այսպես բժշկության մեջ կա այսպիսի տանձաձև ճարպակալում եւ խնձորի պես ճարպակալում, այսպիսի ֆրազաներ նույնպես կան, բայց բժշկական իմաստով, տեսեք դուք նշեցիք սրտաբանի կարդիոլոգի հիվանդ դառնալու հետ կապված, եւ բժշկական իմաստով շատ ավելի ռիսկային խմբում են գտնվում այն պացիենտները մարդիկ, ում մոտ ճարպը կուտակված է հենց որովայնի խորոչում, այսպես ասած ոնց որ նշեցիք պիվնոյ ժողոտ գարեջրային որովայն, հա, մեծ կլոր, անգամ բարակ ոտքեր, բայց մեծ բավականին մեծ որովայն, որովհետև այս ճարպը մենք բժշկության մեջ անվանում ենք նաև մետաբոլիկ ակտիվ ճարպ, եւ դա այն ճարպն է, որը բերում է լյարդի ճարպային հիվանդության առաջացման, աթերոսկլերոզի առաջացման, հաճախ շաքարային դիաբետի, ինսուլին ռեզիստենտականության, ճնշման ու բարձրացումներով է ուղեկցվում այս հիվանդների մոտ կյանքը, այո, այսինքն ինքը վատ ճարպակալումն է։ Մյուս ճարպակալումը նույնպես իհարկե ճարպակալում է, մենք դրանք ճարպակալման աստիճանից կախված չենք տարբերում, բայց մետաբոլիկ իմաստով, նյութափոխանակային իմաստով կամ հիվանդությունների զարգացման իմաստով շատ ավելի բարենպաստ ճարպակալում է, քան ներորովայնային ճարպը։ Գեոգրաֆիայի հետ կապված ինչ-որ հակումներ կոնկրետ ճարպակալման տեսակին, օրինակ Հայաստանում կամ Կովկասում մարդիկ չաղանում են այնպես կամ ուրիշ երկրներում ուրիշ ձև են չաղանում։ Այդպիսի վիճակագրություն ինձ հայտնի չէ, բայց սովորաբար տղամարդիկ իրենք ունենում են աբդոմինալ կամ որովայնային ճարպակալում, ավելի շատ հակված են որովայնային ճարպակալմանը, իսկ կանայք ավելի շատ պերիֆերիկ ճարպակալում։ Այսինքն գենդերային տարբերություն է։ Այո, եւ երկրորդը, եթե խոսենք ռասայական տարբերություններից, պետք է ասենք, որ ազիատների մոտ ճարպակալման ավելի ցածր մակարդակն է, որը գնահատվում է որպես վտանգավոր։ Այսինքն նրանց մոտ վտանգավոր ճարպակալումը ավելի փոքր թվերից է սկսում։ Եվ եթե մենք խոսում ենք այս իմաստով, ասենք, այս կամ այն բուժական գործողության իրականացման եւ որպես հիմք ենք ընդունում մարմնի զանգվածի ինդեքսը, որը բնութագրում է ճարպակալման աստիճանները, ապա եթե մյուս ռասաների մոտ, ասենք, սկսում է 30-ից ճարպակալում կոչեցյալը, ապա ազիատների մոտ դա 27.5-ից է։ Իրանք ուղղակի ուրիշ ձև հաշվում են, թե իրոք վտանգը սկսում է ուրիշ կետից։ Դա հենց ռասայական տարբերությամբ, գենետիկ տարբերությամբ, հակվածությամբ, ավելի մեծ ռիսկերով, ավելի փոքր ճարպակալման մեջ ավելի մեծ ռիսկերով է պայմանավորված։ Հաշվարկը նույն ձևի է կա։ Հետաքրքիր է, միգուցե իմ մոտ է ինչ-որ դեֆորմացիում, բայց ես ոնց որ իմ համար, իմ աչքերի մեջ ավելի ճիշտ ես չեմ կարող հիշել ասյալ շատ գեր հիշեք, փորձեք հիշեք Սյումոյի մարտիկներին։ Այո, ճիշտ է։ Նրանք հատուկ գիրացող սորտ են, այդպես ասենք, բայց այո, նրանց մեջ եթե գլոբալ ենք վերցնում, այո։ Դե տեսեք, իրանց մոտ գիր մարտիկ, դա այսինքն նպատակ է դրել մարդը գիրանալ ու դառնալ սումոյի։ Այո, դա սպորտաձև է, ապրելու սպეციფიկ կյանք վարելով, դրանք մարդիկ հասնում են դրան։ Բայց վերջերս ես Շանհայում էի եւ հիմա նորից մեր խոսակցության մեջ փորձեցի սենց հետ անցնել եւ այն մարդկանց ում հետ հանդիպել է իրականում թմբլիկներ կային, բայց տենց որ ասենք հիմա Երևանի փողոցներով քայլելուց մենք տեսնում ենք ինչքան շատ են ամեն դեպքում գիրությունով մարդիկ, բայց այնտեղ այդպես չէր։ Նաեւ շատ պարապած ազիատներ ես չեմ հիշում։ Իրենց կառուցվածքը, ֆենոտիպը, գենոտիպը այդպես է, իրենց մարմնի արտահայտումը այդպիսին է։ Այո, Բրյուս Լին էր թերևս ամենապարապած եւ Ջեկի Չանն էր, ովքեր իհարկե շատ ամրակուռ էին, բայց սինթետիկ մարմին չունեին։ Հետաքրքիր է։ Դա նաև մշակույթի հարց է, որովհետև այդպիսի ձեր նկարագրած այդ մարմնակառուցվածքով ավելի շատ արևմտյան ժողովուրդներն են փորձում բարձենալ։ Այո։ Իսկ վերադառնանք մետաբոլիզմին։ Այո։ Մենք խոսացինք, որ մետաբոլիզմը ես ասացի, որ այո,
ինքը ոնց որ չի փոխվում տարիների ընթացքում։ Բայց արդյոք կարելի է այդ մետաբոլիզմը դանդաղացնել կամ արագացնել։ Կամ տարիների ընթացքում դա դանդաղում է։ Ահա, շուտ դանդաղում։ Այո, եւ պայմանները կարող են փոխել այդ մետաբոլիզմը։ Դա այնպես չէ, որ ինչպեսին կա, այդպես էլ մնում է, որովհետեւ օրգանիզմը ինքը եւ դա մենք բազմիցս տեսնում ենք, որովհետեւ եթե դա լիներ այդպիսի հաստատուն մեծություն, ապա մարդը ուղղակի մոմի պես կհալվեր։ Այս կամ այն պայմաններում։ Բայց մարդը ունի պաշտպանական գործիքակազմ նաեւ, որը հնարավորություն է տալիս այս կամ այն անբարենպաստ պայմաններում ադապտացվելու, եթե փորձենք շատ հանրային լեզվով ասել, ծորակները բացելու կամ փակելու։ Բնականաբար ցանկացած ժամանակ, երբ որ մեր օրգանիզմը ստրես է տանում, բոլոր ծորակները փակվում են նաև, որովհետև մեր օրգանիզմը նույնպես զգում է այդ վերահաս վտանգը եւ այսպես ասենք փորձում է stand-by ռեժիմի մեջ մտնել եւ իհարկե նվազեցնում է նաեւ մետաբոլիզմը։ Մետաբոլիզմը տարբեր է նաեւ եղանակային պայմաններից ելնելով։ Դա այդպես չէ, որ ոնց մենք ծնվել ենք, այդպես էլ գնում է մինչև վերջ։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ կարանք բարձ լեզվով բացատրենք ընդհանրապես մետաբոլիզմը իրանից ինչա ներկայացնում։ Եթե շատ փորձենք բարձ բացատրենք, մենք եկեք պատկերացնենք մի հատ մեքենա, ավտոմեքենա, որը գործարկված չի շարժիչը, դրա մետաբոլիզմը այդտեղ 0 է, մենք ոչ մի վառելիք չենք ծախսում, որը գործարկված է, բայց երթևեկության մեջ չէ, կանգնած ուղղակի միայն շարժիչն է աշխատում։ Այստեղ իհարկե արդեն սկսում ենք մենք ծախս ունենալ բենզինի, վառելիքի, երկրորդ այդ մեքենան ուղղակի առանց բեռնելու ակետից գնում է բեկետը, այստեղ ծախսում է, այսպես ասենք, իր ստանդարտ ծախսը եւ չորրորդ այդ մեքենայում առկա են թվով 10 հոգի կամ 1 տոննա բեռ եւ նա արդեն sense բան լեզվով ճկռելով, գոռալով, ոռնալով է գնում այդ 1 կիլոմետր։ Իհարկե, այստեղ այդ վառելիքի ծախսը կլինի արդեն շատ ավելի բարձր։ Եթե փորձենք շատ պրիմիտիվ բացատրել մետաբոլիզմը այսպեսին, այսինքն եթե ուղղակի մեքենան գործարկված է, դա մոտավորապես այն пассив իրավիճակն է, երբ որ մեր սիրտը աշխատում է, մեր աղիները որոշակի ինտենսիվությամբ աշխատում են, մեր ուղեղը, մեր երիկամները, մեր բոլոր օրգան համակարգերը пассив վիճակում աշխատում են։ Դրանք աշխատում են բոլորը։ Եվ դա այն բազալ, այսպես ասենք, մինիմալ մետաբոլիզմն է, որը մենք ունենք։ Բայց եթե այն սպորտսմենը, որը որ ինտենսիվ մարզվում է մեծ քաշային կատեգորիա կամ վազորդը, ով որ շատ վազում է, հա, բնականաբար այնտեղ մետաբոլիզմը պետք է ավելի շատ բարձրանա։ Ստեղից կարամ ենթադրեմ, որ եթե մարդ գտնվում է նիհարելու փուլում կամ ցանկանում է նիհարել, բավական չէ ուղղակի քիչ ուտել կամ պահել դիետա։ Պարտադիր է գնալ մարզվել, որպեսզի այդ մետաբոլիզմը արագանա։ Նորից շատ բարձ պետք է բացատրեմ, այո, որովհետև տեսեք, մենք հիմա բազմաթիվ վիրահատություններ ենք անում ճարպակալման բուժման համար, եւ վիրահատություններ ենք անում, որոնց արդյունքում փոքրացնում ենք ստամոքսը, կարճացնում ենք մարսողական համակարգը, ստեղծում ենք տարբեր պայմաններ, որպեսզի մարդիկ քիչ ուտեն, այդ քիչ կերածի մի մասն էլ չյուրացնեն, սկսեն ծախսել իրենց ներսում արկա էներգիան, որը կուտակված է ճարպի ձևով, եւ արդյունքում նիհարեն։ Նիհարեն ուտելիքը մարսելու ընթացքում։ Նիհարեն ի հաշիվ նրա, որպեսզի յուրացնեն իրենց իսկ կուտակած էներգիան, ճարպի ձևով կուտակած էներգիան։ Օհո։ Այո։ Բայց իմաստը որն է վիրահատվել, եթե ես կարամ վերցնեմ Օզեմպիկ, սրսկեմ ու նիհարեմ։ Այստեղ երկրորդ հարցն է ծագում։ Օզեմպիկ սրսկելը դա միանվագ գործողություն չէ։ Մենք պետք է հասկանանք, որ եթե առհասարակ կապ չունի, որ ճանապարհն ենք ընտրում, դա վիրաբուժության ճանապարհը, թե Օզեմպիկի ճանապարհը, հա, ցանկացած դեպքում մենք պետք է ընտրենք վերափոխման, ապրելակերպի վերափոխման ճանապարհը։ Եվ եթե մենք կարողանում ենք դա գիտակցենք, ճիշտ գնահատենք
եւ գնանք այդ ուղղությունով եւ մեզ այդ ճանապարհին պետք է Ozempic սրսկվել որոշ ժամանակ որպես օգնող ձեռք այդ ռեստարտը լինել, հա, այո, ընդունելի տարբերակ է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ Ozempic-ի ազդեցության դադարումից հետո նորից ախորժակը բացվում է, նորից ձգտումները դեպի սեղան մեծանում են, նորից եթե մենք չենք ակտիվացել սպորտային կամ ակտիվ ապրելակերպ չենք վարում, նորից մեր մետաբոլիզմը այն է լինելու, ինչ որ եղել է։ Բայց Ozempic-ի ընդունելու ընթացքում ստամոքսը չի փոքրանում, չի գալիս իր նորմալ ֆորմային։ Ozempic-ի ազդեցությունը մի քանի ուղղություններով է, ես հիմա բժշկաբանորեն չեմ կանգնի դրա վրա, բայց ամենաառանցքայիններից մեկը այն է, որ Ozempic-ը դանդաղեցնում է ստամոքս-աղիքային տրակտի մոտորիկան, շարժումները, ստամոքսից էվակուացիան, բերում է այսպես ասենք թմբալ ստամոքսի, ինչը բնականաբար շուտ լցվում է, ուշ դատարկվում է, դիսկոմֆորտ է առաջացնում եւ այլն։ Ուղղակի կուշտ եք միշտ զգում ձեզ։ Սոված չեք զգում, մի քիչ ուտելուց վատ եք զգում, դա կարող է փսխման ձևով անգամ դուք կարող եք հետ տալ, հա, շատ շուտ եք հագենում, նման իրավիճակներ իհարկե։ Բայց եթե մենք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, ստացվում է, որ վիրահատությունը ու Ozempic-ը ուղղված են նույն խնդիրը լուծելու համար։ Ի սկզբանե Ozempic-ը ստեղծված է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի միջոց։ Այո։ Հետագայում հասկացան, որ դրա ազդեցությամբ մարդու քաշը նաև նվազում է եւ ստեղծվեցին այնպիսի անվանումներ, որոնք այնուհետև թույլատրվեցին նաև ճարպակալման դեմ պայքարի այս ուղղության վրա։ Բայց վիրահատությունը եւ Ozempic-ը դրանք տարբեր բաներ են իրականում, որովհետեւ Ozempic-ի ազդեցությունը ինքը դարձելի է։ Ozempic-ը չսրսկվեցինք, որոշ ժամանակ անց պրեպարատը այլևս գոյություն չունի եւ դրա ազդեցությունը նույնպես գոյություն չունի։ Եվ եթե մեր մոտ այստեղ ոչինչ չի փոխվել, մենք նույն ձևով շարունակելու ենք քաշ հավաքել եւ ավելի շատ քան մինչեւ այդ։ Ես բնավ չեմ բանանում, որ Ozempic-ը բավականին Ozempic-ը եւ այդ շարքի պրեպարատները իրենք այսօր բժշկության մեջ հեղաշրջումային պրեպարատներ են։ Եվ եթե դեղորայքների մեջ համեմատենք, ամենաարդյունավետներն են։ Եվ երբեմն մենք վիրաբույժներս նույնպես օգտվում ենք դրանից, որովհետև երբեմն պետք է անգամ վիրահատված հիվանդին նաև որոշակի դեղորայքային աջակցություն տարիներ հետո, որպեսզի եթե նրա քաշի վերականգնում կա կամ ոչ ցանկալի կորուստ կա, նույնպես կարողանում ենք եւ կան արդեն հաստատված կանոնակարգեր, երբ կարող ենք ներարկել, խորհուրդ տալ, քննարկում ենք մեր գոլեգաների հետ։ Այս ամեն ինչը կա։ Այսինքն պետք է փորձենք ամեն ինչ իր տեղում ճիշտ օգտագործել։ Այդ զինանոցը, որը որ բավականին մեծ է այսօր, պետք է ճիշտ օգտագործել, բայց ամենամեծ գաղտնիքը դա պացիենտի գիտակցության մեջ է։ Եվ ինչ էլ որ մենք անենք, ես ասում եմ, որ եթե մենք ձեզ վիրահատում ենք, դա չի նշանակում, որ այսքանով վերջացավ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ մենք սկսեցինք մեր պայքարը եւ առհասարակ ճարպակալման դեմ պայքարը 1 օրվա չէ, 1 ամսվա չէ եւ 1 տարվա չէ։ Դա ամբողջ կյանքի պայքար է։ Որտեւ եթե մենք այլևս ունենք այդ գեները, մենք պետք է այդ գեներին արտահայտվելու հնարավորություն չտանք։ Սա պայքար է, սա կռիվ է, ով կհաղթի։ Իսկ եթե մենք կողմնակի ազդեցություններից խոսանք, Ozempic-ը versus վիրահատությունը, ինչ կողմնակի էֆեկտներ ունի Ozempic-ը եւ վիրահատությունը։ Երկու դեպքում էլ ընդհանրապես ցանկացած բժշկական գործողություն, միջամտություն, դեղորայք, որևէ մեկը զերծ չեն կողմնակի ազդեցություններից։ Հարցը այնտեղ է, որ կան իրավիճակներ, առողջական վիճակներ, որոնք կատեգորիկ հակացուցում են Ozempic-ի ներարկման համար, օրինակ։ Դրանք որոշ նեյրոէնդոկրին ուռուցքների արկայություններն են, ենթաստամոքսային գեղձի բորբոքումներն են կամ դրանց ռիսկերն են, հա։ Այս դեպքերում չի կարելի։ Եվ այլն, էլի կան։ Վիրահատությունների հետ կապված բնականաբար հոգեկան հիվանդներին, նարկոմաններին, ալկոհոլիկներին, հա, բնականաբար մարդկանց առհասարակ, ովքեր չունեն պատասխանատվության
ճիշտ չափորոշիչներ եւ իրենց գործողություններով հետվիրահատական կարող են իրենց դնել մեծ ռիսկային իրավիճակների մեջ, իհարկե պետք է խուսափել վիրահատելուց։ Եվ նաև բուժական խնդիրներով տառապող մարդկանց պետք է զգույշ լինել, պետք է գնահատել ճիշտ, պետք է դրանց այդպիսի պացիենտներին վեր հանել, խորհրդակցել համապատասխան գոլեգաների հետ եւ իրենց վիրահատության հարցը քննարկել շատ ավելի կոշտ։ Վիրահատել չվիրահատելու հարցը։ Մի հատ էլ հարց, տեսեք, ես այդ խնդրի հետ ոնց որ չեմ բախվել երբեք ու երևի դրա համար պատկերացում չունեմ, բայց ես նայում եմ այդ իրավիճակին ու չեմ հասկանում ինչու չի կարելի ուղակի բարգացնել պացիենտին, քաշել ճարպը նասոսով, չգիտեմ 20 կիլո ճարպ քաշել իր մարմնից եւ վերջ ուղարկել իրան տուն, ինչի պետքա կպնել ստամոքսին։ Բացատրեմ։ Շատ լավ հարց եք տալիս, բայց պատկերացրեք դուք ունեք սպունգ, որը ուզում եք քամել ծովի մեջ, բայց միևնույն ժամանակ լողալ։ Դա հնարավոր չէ։ Յուրաքանչյուր քամելուց հետո, երբ որ ձեր ձեռքը մտավ ջրի մեջ, այդ սպունգը ջուրը քաշելու էր։ Քաշել ճարպ կարելի է։ Եվ դրանից օգտվում են որոշ պլաստիկ վիրաբույժներ։ Միգուցե պացիենտի դրդմամբ, միգուցե կամա թե ակամա կապ չունի, հա, բայց մենք պետք է հասկանանք, որ ճարպը քաշելը երբեք ճարպակալման բուժման մեթոդ չէ, որովհետև այդ ճարպը այդտեղ արդեն հասել եւ կուտակվել է։ Եվ եթե մենք ուզում ենք, որպեսզի այս լիճը այլևս գոյություն չունենա, մենք պետք է գետի հունը փոխենք։ Հակառակ դեպքում այն կողմից հեռացնելով, այս կողմից լցնելով, որևէ բան չի փոխվելու։ Լիճը մնալու է իր տեղում։ Մենք կամ պետք է նվազեցնենք մուտքը, մեծացնենք ելքը, որպեսզի կարողանանք այդ ճարպը հեռացնենք։ Հակառակ դեպքում քաշել կարելի է, բայց դա անիմաստ գործողությունների շարքին է դասվում, որովհետև ուղղակիորեն 2-3 շաբաթ, 4 շաբաթ հետո այդ ճարպը նորից կարող է իր տեղը լցվել։ Եթե մենք գործ ունենք ճարպի հետ, որը օրգանների շուրջ է հավաքվել, այո, այդ դեպքում ոնց ենք քաշում կամ այդ դեպքում հնարավոր չէ քաշել, եւ ձեր ասածը վերաբերում էր հենց այն մետաբոլիկ իմաստով ոչ ակտիվ ճարպին, այսինքն ավելի քիչ վտանգ ներկայացնող ճարպին, որը գտնվում է ենթամաշկային տարածությունում։ Ներվորովայնային ճարպը, ներկրծքային ճարպը, դրանք այդ եղանակներով հնարավոր չէ հեռացնել։ Դրանք միայն հնարավոր է հեռացնել այրման միջոցով։ Այսինքն Սպորտով, ֆիզիկական ակտիվությամբ, քիչ ուտելով, ճիշտ բալանսավորված ապրելակերպով, եթե շատ կարճ։ Իսկ այդ ճարպի տեսակը կարա լինի նաև ոչ ակնհայտ գեր մարդու մոտ։ Ես ճիշտ եմ դա հասկանում։ Այո, կա այդպիսի խումբ մարդկանց, ովքեր կարող են անգամ չունենալ ճարպակալում, բայց ունենան մետաբոլիկ բավականին վատ պրոֆիլ։ Այսինքն, ժողովրդի լեզվով ասած խոլեստերիններս բարձր են, հա։ Դրանք հենց այդպիսի մարդիկ կան, ովքեր ում մոտ գենետիկորեն նախատրամադրված ճարպերի սինթեզի շեղում գոյություն ունի, ինչը բերում է շատ վաղ աթերոսկլերոզի, անոթներում ճարպային խցանների առաջացման, աթերոսկլերոտիկ խցանների առաջացման եւ շատ վաղ սիրտանոթային խնդիրների զարգացման, ուղեղային խնդիրների զարգացման։ Այո, կան այդ խմբի քանակությունը քիչ է, փոքր են այդ մարդկանց թիվը, բայց այդպիսիները նույնպես կան։ Իսկ ինչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի այդ ամեն ինչը կանխես։ Օրինակ, ես հիմա լավ ֆորմայի մեջ եմ, բայց ես ուզում եմ բռնեմ ճիշտ այդ պահը, երբ որ արդեն իմ ներսի, չգիտեմ, համակարգները մաշվում են եւ պետք է ես ինչ որ բան ձեռնարկեմ, որպեսզի ավելի երկար որակով կյանք ունենամ։ Նայեք, ընդհանուր առմամբ գոյություն ունեն սկրինինգային հետազոտություններ։ Սկրինինգային հետազոտությունները դրանք հետազոտություններ են, որոնք չեն արվում A կամ B հիվանդության կապակցությամբ։ Դրանք արվում են առողջ, պայմանական առողջ մարդու մոտ եւ նպատակ են հետապնդում վաղ
ախտորոշման A կամ B հիվանդությունը, որի ռիսկի խմբում գտնվում է տվյալ մարդը։ Օրինակ, ներկայումս կոլորեկտալ քաղցկեղը, դա հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղը, մահացության թվով գտնվում է 3-րդ տեղում։ Հայաստանում թե ամբողջ աշխարհում։ Նու պրակտիկորեն ամբողջ աշխարհում որոշ պետություններ վերապահումներով։ Այդ թվում նաև Հայաստանում։ Եվ արդեն միջազգային մեծ հետազոտություններ ցույց են տվել, որ 45, իսկ որոշ երկրերում այդ շեմը իջեցվել է անգամ 40 տարեկանի, 40 տարեկանում մարդը պետք է անցնի սկրինինգային մեթոդի հետազոտության։ Դա կարող է տարբեր են այդ մեթոդները, դա կարող է լինել կղանքում թաքնված արյան հետազոտություն, դա կարող է լինել կղանքում ուռուցքային DNT-ի հայտնաբերման հետազոտություն, դա կարող է լինել կոլոնոսկոպիա կամ սիգմոիդոսկոպիա, երբ որ զոնդի միջոցով հատուկ խողովակի, տեսախցիկով խողովակի միջոցով կատարվում է աղիների ներզնում եւ աղու լորձաթաղանթը ներսից ներզնվում է, կամ օրինակ կանանց մոտ, կրծքագեղձի քաղցկեղի ներկայումս արդեն մեկնարկեց արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային մեթոդների կիրառությունը Հայաստանում։ Այսինքն դրանք շատ լավ ծրագրեր են, որոնք կան, հասանելի են, որոնց մասին պետք է տեղեկանալ տեղամասային պոլիկլինիկաներում եւ համապատասխան խմբի մեջ գտնվելու դեպքում դուք կարող եք ուղղակի անցնել։ Իսկ եթե կա մտահոգություն այս կամ այն հարցի շուրջ, եթե օրինակ շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել ժառանգական գործոնին, եւ ընտանիքում կան քաղցկեղային խնդիրներ, օրինակ աղու բորբոքային խնդիրներ կամ սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, շաքարային դիաբետի հետ փոխկապակցված խնդիրներ։ Իհարկե կարելի է ավելի շուտ գնալ տարին մեկ անգամ, 5 տարին մեկ անգամ, 10 տարին մեկ անգամ, կախված թե ինչ բան։ Եվ ձեր տեղամասային բժիշկը ուղղակի ձեզ խորհուրդ կտա այս կամ այն մեթոդի կիրառությունը, որով դուք իհարկե կլինեք հետազոտված եւ ավելի պաշտպանված։ Իսկ սկրինինգի իմաստը կայանում է նրանում, որ մենք սկրինինգի միջոցով շատ հաճախ ախտորոշում ենք այդ չարաբաստիկ հիվանդությունները, հատկապես քաղցկեղային հիվանդությունները, շատ վաղ շրջանում, ինչը հնարավորություն է տալիս մեզ արմատապես բուժելու դրան։ Ուղղակի այստեղ խնդիրը դրանում է, որ բոլորը չէ, որ այդքան կամք ունեն գնան կոլոնոսկոպիայի բարբերաբար։ Շատ լավ, պետք չի գնալ կոլոնոսկոպիա, այդ դեպքում կարելի է գնալ թաքնված արյան տեստ հանձնել, քաղաքում ուռուցքային հակածնի վերաբերյալ DNT-ի վերաբերյալ տեստ հանձնել։ Իմիջիալոց դա անվճար է։ Ոչ, դա բավականին մեծ զգայունություն ունեցող տեստ է, եւ եթե թեստը դրական է, նոր դրանից հետո արդեն դուք կարող եք գնալ կոլոնոսկոպիա անցնել, իսկ ես ձեզ վստահեցնում եմ, որ կոլոնոսկոպիայի վերաբերյալ միֆերը շատ ավելին են, վախի իմաստով, քան իրականությունն է, եւ բոլոր պացիենտները, ովքեր գոնե մեր մոտով են անցնում, հաշվի առնելով, որ մենք բոլորին հետազոտում ենք ներերակային անզգացման պայմաններով, առանց ցավի, ընդհանրապես, նրանք բոլորը երջանիկ հետազոտական շրջանում արթնանում են եւ միակ բանը որ ասում են մի քիչ էլ թողնեիք քնեի էլի այդ չեմ պատկերացնում նման պրոցեդուրից էլի ուզեմ բայց ամեն դեպքում ես գիտեմ որ կան տարբերակներ ինչ որ կամերայի կան տարբերակներ կան վիդեոկապսուլյար հետազոտություն է կոչվում բայց զգայունության տարբերություն կան այդ հետազոտությունների արժեքի տարբերություն կա այդ հետազոտությունների եւ եթե միևնույնն է կա այդ հետազոտությունից հետո կասկած որ այնտեղ մենք կարող ենք ունենալ ուռուցքային process միևնույնն է կոլոնոսկոպիան անխուսափելի է այսինքն առանց կոլոնոսկոպիայի օրինակ պոլիպները նույն բուժել հնարավոր կոլոնոսկոպիան այսօր համարվում է ոսկե ստանդարտ եթե խոսում ենք կոլորեկտալ քաղցկեղի հաստ աղու եւ ուղիղ աղու քաղցկեղի մասին ոսկե ստանդարտ որովհետեւ դա միակ մեթոդն է որը հնարավորություն է տալիս տեսողական զգայարանի միջոցով գնահատելու process-ը անհրաժեշտության դեպքում հատուկ գործիքների կիրառմամբ նմուշառում կատարելու եւ այդ նմուշը լաբորատոր հետազոտության միջոցով հաստատելու կամ հերքելու այս կամ այն process-ը
Վերադառնալով գենդերային տարբերություններին ճարպակալման դեպքում, տեսեք, տղամարդիկ հակված են ճարպակալում ունենալ որովայնի հատվածում։ Այո։ Արդյոք դա ազդում է տեստեստերոնի վրա եւ արդյոք տեստեստերոնը ոնց որ ճարպը վերացում է տեստեստերոնը, այդ էստրոգենին, կանացի հորմոնին եւ ստացվում է, որ ինչքան որ մարդը ավելի գեր է, այդքան ինքը ավելի Շանսերը քիչ է։ մարդ է Այո։ կենսաբանորեն։ Այո, վստահ դա այդպես է եւ այսօր ես պետք է ասեմ, որ ավելի ու ավելի շատ են մեզ դիմում տղամարդիկ, ովքեր հենց նման խնդիր ունեն, լիբիդոյի խնդիր ունեն, անպտղության խնդիր ունեն, սեռական ցանկության նվազման խնդիր ունեն, հա, սեռական առողջության խնդիրներ ունեն։ Այո, ճարպային հյուսվածքը ինքը հանդիսանում է հորմոնալ ակտիվ հյուսվածք։ Եվ դուք շատ ճիշտ նշեցիք, ես հիմա չմարանամ արդեն այդ ֆերմենտատիվ պրոցեսների հետ, ճարպակալման ազդեցության տակ տեստոստերոնը եւ տեստոստերոնի քանակությունը օրգանիզմում նվազում է։ Բերելով իր հետ փոխկապակցված տղամարդու սեռական ֆունկցիայի ընկճման։ Բայց դա բավականին լուրջ փոփոխություն է ու երևի թե պահանջում է շատ մեծ ազդեցության օրգանիզմի վրա, այսինքն մարդը պետք է շատ գիրանա, որ տեստոստերոնը նվազի, թե անգամ 1-2-5 կիլո ավելորդ քաշ կարա դրան նպաստի։ Բնականաբար այստեղ պետք է հստակ տարբերակենք ավելորդ քաշն ու ճարպակալումը, դրանք տարբեր կատեգորիաներ են։ Okay։ Որտեւ եթե մենք խոսում ենք ավելորդ քաշի մասին, մենք ունենք սանդղակ, մարմնի զանգվածի ինդեքս է կոչվում, այդ մարմնի զանգվածի ինդեքսում մինչև 18.5-ից մինչև 25-ը, 24.9 ցուցանիշը մենք կոչում ենք նորմալ քաշային միջակայք։ 25-ից մինչև 29.9-ը կոչվում է ավելորդ քաշ, եւ 30+-ը միայն ճարպակալում ենք արդեն համարում։ Ձեր ասացի համար պետք է ասեմ, որ գիտեք, եթե մարդը ճարպակալումից բացի ի սկզբանե ունի տեստոստերոնի անբավարարություն, բնականաբար նրա մոտ արդեն վաղ շրջանում ճարպակալման կարող են դիտվել տեստոստերոնի քանակի ել ավելի նվազում եւ բնականաբար հետևանքները նույնպես կարող են նկատելի լինել։ Կարող ենք վերագրել բոլորին, իհարկե ոչ, բայց եթե ունենք ճարպակալում եւ ունենք խնդիրներ սեռական առողջության հետ կապված, առանցքային հարցերից մեկը, որը որ պետք է լուծել եւ պրակտիկորեն ես համարում եմ, որ հնարավոր չէ սեռական առողջության խնդիրը լուծել առանց ճարպակալման դեմ պայքարելու, դա իհարկե քաշի կարգավորումն է։ Իսկ դուք նկատում եք, որ երիտասարդացել են ավելի ձեր պացիենտները։ Կան արդեն դեպքեր, որ 18-20 տարեկանում ձեզ դիմում են։ Այո, ամենափոքր տարիքը, որ մենք վիրահատել ենք, եղել է 15-ը։ 15 տարեկան երիտասարդ էր, տղա, ով կշռում էր 180 կիլոգրամ։ Հայ Հայաստանում։ Վау։ Հայաստանում։ Դա ամենափոքր տարիքն է եղել։ Բայց այո, մենք դա տեսնում ենք։ Մենք դա տեսնում ենք ամեն օր։ Մեր մանկաբույժ գործընկերներն են դա տեսնում ամեն օր։ Ցավոք սրտի այսօր մանկական դիաբետն է շատացել։ Դա հենց հետևանք է նաև ճարպակալման թվերի մեծացման, հիպոդինամիկ ապրելակերպի։ Այո։ Ես միշտ մտածում եմ, որ շաքարային դիաբետը առաջանում է դրանից, որ ես տենց եմ զգում, որ ուղղակի եթե ես չուտեմ քաղցր, նորմալ սնունդից առաջ, իմ ինսուլինը շատ չի արտադրվի ու ես շանսերը քիչ են, որ կհիվանդանամ։ Իհարկե շանսերը քիչ են, որ դուք կհիվանդանաք դրանով։ Դա ինչ որ ոնց որ զգալու մակարդակի վրա է ու երևի թե իրոք այդ սովորությունը, որ փոքր ժամանակ միշտ ասում էին քաղցրը մի կեր, չգիտեմ, ճաշից առաջ։ Ասենք դուք ժառանգել եք լավ սովորություն։ Այո։ Ոնց որ ասում են ռեսպեկտ ձեր ծնողներին։ Բայց մի խնդիր կա, ես մեկը շատ եմ սիրում քաղցր։ Դե բոլորս ենք սիրում քաղցր իրականում։ Ես կարծում եմ, որ բանականությունը մեզ պետք է հնարավորություն տա կարգավորելու այդ
զգացողությունները, ցանկությունները եւ մենք ամեն դեպքում պետք է այդ հարց ու պատասխանի մեջ լինենք միշտ ինքներս մեջ։ Ես վստահ եմ, որ բոլորն էլ այդ հարց ու պատասխանի մեջ են, բայց այն որ ասում այս ուսին բարի հրեշտակն է նստած, մյուս ուսին չար հրեշտակը, ով կհաղթի այդ երկխոսության մեջ, այնպես որ բայց ստացվում է որ ամենապարզ, ամենապրիմիտիվ ու հեշտ ուստանովկեքով ոնց որ դու կարաս այդ խնդիրը կարգավորես, եթե դու ուղղակի ճիշտ ծնվես, այսինքն այդ ռիտուալը պահես, սկզբից ուտես, չգիտեմ, ոչ քաղցր բան, հետո նոր քաղցր։ Մի այսպիսի խոսք կա, որտեղ ասվում է շատ պարզ բան եք ասում եւ դրա հետ վիճելը իհարկե հնարավոր չի մի կողմից, բայց մյուս կողմից ասում են մեկ օր որ իմ կոշիկները հագնեք, իմ անցած ճանապարհի ծանրությունն էլ կզգաք։ Հա։ Ամեն մարդ յուրովի է։ Իրականում մենք այսօր ինչքան էլ որ ասենք, պետք է ամենայն դեպս ֆիքսենք, որ 21-րդ դարում բժշկությունը ճարպակալումը դիտարկում է որպես հիվանդություն։ Ճիշտ նույն տիպի հիվանդություն, ինչպիսին շաքարային դիաբետն է, զարկերակային գերճնշումն է, հիպերտոնիկ հիվանդությունն է, այսպես կոչված, կամ սուր ապինդիցիտն է, կույրախու բորբորթանման ելունի բորբոքումը, հա։ Այսինքն մյուս կողմից մարդուն մեղադրել իր հիվանդության մեջ նույնպես ճիշտ չէ, բայցերը միշտ կան, մենք պարտավոր ենք օգնել, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ իհարկե վերադառնան այդ ճանապարհից, թե որ մեթոդը, որ եղանակը, խոսքը, զրույցը, դեղորայքը, ձեր նշած Օզեմպիկը, վիրահատությունը, հիպնոզը, թե հոգեթերապիան, որը կօգնեն, բոլոր մեթոդները պետք է փորձել։ Բայց իհարկե առաջինը ճարպակալման բուժումը, պայքարը սկսվում է մարդու ներսում, մարդու գիտակցությունից եւ մարդու ցանկությունից։ Եթե մարդը չի ցանկանում պայքարել, ստիպել ինչ որ մի բան անել բացարձակապես հնարավոր չէ երբեք։ Եվ այդ պայքարը ուղղակիորեն հենց ի սկզբանե դատապարտված է լինելու ձախողման։ Ես կուզեի մի փոքր խոսանք նաև սպորտից եւ ակտիվությունից եւ ընդհանրապես ոնց է ստեղծվում մեր օրգանիզմի մեջ այդ ճարպը։ Ու ոնց է այդ ճարպը վերանում սպորտի միջոցով։ Ենթադրենք ես այսօր ընտրիկին ուտելու եմ ստեյք։ Ինչ է կատարվում այդ ստեյքի հետ իմ ստամոքսի ներսում։ Շատ էլի պարզ բառերով։ Նախ ստեյքը վայելում ենք մենք, բնականաբար, բայց ցանկացած վայելքից հետո մենք պետք է հասկանանք այդ վայելքի ճակատագիրը, հասկանում եք։ Տեսեք, հանուն արդարության ես պետք է ասեմ, որ ինքս իմ աշխատանքը մեր մոտ մենք տեսեք խոսեցինք սովորությունների ժառանգության մասին, բայց մենք պետք է խոսենք նաև աշխատանքի հիգիենայի մասին։ Մենք պետք է կարողանանք առաջինը ես ինձ եմ ասում, որովհետև ես էլ իմ աշխատանքային ծառաբեռնվածության մեջ շատ հաճախ չեմ կարողանում հանգստին բավարար ժամանակ եւ սնմանը բավարար ժամանակ տրամադրել, բայց սա իմ սխալն է։ Ես փորձում եմ դրա վրա աշխատել։ Այսինքն մենք պետք է փորձենք ճիշտ բաշխել մեր օրը։ Ճիշտ սնման համար, ճիշտ քնելու համար, որովհետև քունը քիչ պակաս նշանակություն չունի։ Եվ ապացուցված է, որ կարճ քունը կամ անրեժիմ քունը, հա, իրենք նույնպես բերում են ճարպակալմանը։ Բայց վերադառնալով ձեր հարցին, թե ինչպես է ստեյքը վերածվում ճարպի, հա, նորից շատ պարզ, շատ պրիմիտիվ իհարկե օրինակ պետք է բերեմ, որովհետև հիմքում իհարկե ընկած է նաև այն մետաբոլիզմը, այն գենետիկ կոդը, որ մենք ի ծնե ունենք մեր մեջ, բայց եթե մենք լիցքավորում ենք մեր մեքենան 10 լիտր բենզինով եւ այդ 10 լիտր բենզինը մեքենայի համար նախատեսված է լիցուկ 100 կիլոմետր հեռավորություն անցնելու համար, բայց մենք անցնում ենք 80, 70, 50 եւ նորից գնում ենք, հասնում ենք 50 կիլոմետր հետո, մենք պետք է նորից լիցքավորենք այդ 10 լիտր բենզինը, բայց մեր այդ տարան, որի մեջ լիցքավորում ենք, բակը, այսպես կոչված, ընդամենը 10 լիտրանոց է։ Եվ եթե մենք ծախսել ենք այդ 10 լիտրից ընդամենը 5 լիտրը, այն 5 լիտրը թափվելու է եւ
չի տեղավորվելու։ Եվ այդ այն ճարպն է, որի մասին դուք խոսում եք։ Այդ թափվող բենզինը, այն կուտակված ավելցուկային ճարպն է, որ գնում եւ կուտակվում է։ Այսինքն, եթե մենք լիցքավորել ենք ինչ որ քանակությամբ, մենք պետք է այդ լիցքը ամբողջությամբ ծախսենք, որպեսզի մեր օրգանիզմում լինի հաշվեկշիռ, հավասարակշռվեն մուտքն ու ելքը։ Եթե մենք այս կամ այն պատճառով գեները լինեն, միջավայրը լինի, սպորտի բացակայությունը, քնի բացակայությունը, չենք կարողացել սպառել այն ինչ որ վերցրել ենք, դա կուտակվելու է ճարպի տեսքով։ Բայց կան շատ բազմաթիվ բլոգերներ, ովքեր ապացուցում են, որ անգամ մակդոնալդսային դիետաները չեն բերում իրանց մոտ ուրեմն ճարպակալմանը։ Ինչ ասել է մակդոնալդսային դիետա։ Իրանք ուտում են միայն ու միայն այդ բուրգերներ եւ ֆրին եւ այդ վատ ուտելիքները, բայց տեղավորում են կալորաժի մեջ։ Այսինքն որակը ուտելիքի կարևոր չի։ Որակը զուտ ճարպը հավաքելու համար միգուցե եւ կարևոր չի։ Որակը կարևոր կլինի ուրիշ հարցի համար։ Եթե մենք զուտ քննարկում ենք կալորիաները, ապա միգուցե այո, որովհետեւ եթե ես ստացա 1000 կիլոկալորիա եւ այրեցի 1000 կիլոկալորիա, թե ինչ փայտ եմ կերել, թե կոտլետ, ես միևնույնն է դա այրելու եմ։ Ուրիշ հարց է, որ եթե ես կերել եմ շոգեխաշած կոտլետ, իմ ստամոքսը ավելի հանգիստ կլինի, իմ առողջությունը այդ մասով ավելի առողջ կլինի, քան եթե ես կերել եմ մակդոնալդսի կոտլետները, որոնց մեջ որևէ նորմալ բան գոյություն չունի, կարծում եմ։ Ուղղակի տարբերությունը ո՞րն է իմ ստամոքսի համար, դե հիմա կոտլետ է կերել։ Տարբերությունը կա։ Տարբերությունը փորձեմ բացատրել ինչումն է։ Նայեք, մենք բոլորս էլ տարբեր ֆիլմեր կան, ձեր ասած բլոգերներից են կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք ցույց են տալիս, թե ինչից են պատրաստվում երշիկները, բուրգեր կոտլետները, տարբեր քաղցրավենիքներ եւ այլն։ Այս սննդանյութերը, ճակերտավոր սննդանյութերը չեն կարող, իրենց միգուցե տեսքով, համով, հոտով գրգռիչ են եւ մենք գնում ենք դրան, բայց իրենց քիմիական բաղադրությամբ, իրենց կառուցվածքով իրենք չեն կարող լինել մեր բջիջների, մեր ստամոքսի, լորձաթաղանթի, թավիկների, մարսողական համակարգի համար այնպեսին, ինչպեսին որ պետք է լինի, որովհետեւ բոլոր այդ միկրո մասնիկները ներծծվում անցնում են մեր արյան մեջ եւ այդ ողջ ճանապարհում թողնում են իրենց ազդեցությունը։ Անցնում են մեր օրգանիզմի ամենամեծ ֆիլտրի միջով, դա լյարդն է։ Եվ որքան դրանք հեռու են բնականից, այնքան լյարդում այդ նյութափոխանակության process-ը շատ ավելի բարդ եւ վնասակար է հենց լյարդի բջիջների համար։ Իսկ օրգանիզմը դա միայն ստամոքսը չէ, միայն բերանը չէ, դա ամբողջ համակարգն է։ Եվ մի համակարգի մի մասնիկի վնասումը աստիճանաբար բերելու է մյուսների վնասման նույնպես։ Ինտերվալային սովադության մասին խոսանք, եթե ես չուտեմ 16 ժամ, դա ավելորդ ոնց որ ծանրաբեռնվածություն է իմ օրգանիզմի համար, թե հակառակը ես իրոք թեթևանում եմ եւ դա ինչ որ առողջ ճարարա։ Ես իհարկե սննդի մասնագետ չեմ, բայց պետք է ասեմ, որ օրգանիզմին երբեմն պետք են հանգիստ, պետք է անգամ այո կարելի է նաև որոշ ժամանակ սովի մատնել օրգանիզմը, շատ կարճ ժամանակ, ընդունելի չէ տևական բաներ։ Ինտերվալային սովի հետ կապված կարող եմ ասել, որ աշխատում է շատ հաճախ, բայց խոսքը նրա մասին է նաև, որ օրգանիզմը պետք է մտնի ցիկլի մեջ։ Եթե մենք կարողանում ենք օրգանիզմին մտցնել այդ ցիկլի մեջ, ժամացույցի այն ոտիկի պես, նա սկսում է շարժվել։ Եվ այդ իներցիան իհարկե օրգանիզմին տանում է։ Պետք է օրգանիզմը հասկանա, տեսեք, ռեֆլեքսներ են պետք մշակել։ Դա ինչ է նշանակում։ Եթե մեր օրգանիզմը էլի պարզ օրինակով եկեք ասեմ, մենք պահում ենք շուն։ Շունը գիտի, որ ամեն օր առավոտյան ժամը 8-ին ինքը պետք է զբոսանքի գնա։ Ինքը պատրաստ է իր տեղում։
Ինքը պատրաստ է, ինքը ուրախ է, ինքը սպասում է դրան, իր օրգանիզմը արդեն արթնացել է, ինքը գիտի դրա մասին։ Եվ իր բոլոր ֆիզիոլոգիական ցանկություններն էլ պատրաստ են, որպեսզի նա գնա դրսում եւ բավարարի։ Սա կոչվում է ցիկլայնություն, ռեֆլեքսներ։ Եվ օրգանիզմը նորից ես պետք է զուգահեռը բերեմ մեր հարեքակնային համակարգի հետ, լույսը արևը ծագում է եւ մայր է մտնում։ Նույն ձևով նաեւ օրգանիզմը պետք է մշակել այդ ցիկլայնությունը եւ օրգանիզմին տալ աշխատելու եւ հանգստանալու հնարավորություն։ Այս դեպքում ես վստահ եմ, որ այն ինչ որ մեր օրգանիզմը ինչ ռեզերվ որ ունի իր մեջ 100 տարի ապրելու 50 թե 150 վստահ եմ որ կապրի ճիշտ այդքան։ Իսկ գլոբալ մենք ծրագրավորված ենք այո ապրելու X կամ Y ժամանակահատված, բայց մեր ապրելակերպը, մեր սնունդը, մեր շնչած օդը եւ խմած ջուրը իհարկե դա կարող են փոխել։ Եվ ստեղ է կայանում հենց այն հարցը, որ դուք ասում եք McDonald's ուտենք, թե սովորական օրինակ մաքուր մսից պատրաստված կոտլետ։ Իհարկե McDonald's-ով 1000 կիլոկալորիա McDonald's-ով մենք ավելի երկար չենք ապրի, քան 1000 կիլոկալորիա մաքուր մսից պատրաստված կոտլետով։ Ես վստահ։ Փոքրիկ բլից։ Մենք պետք է ջարդենք որոշակի միֆերը։ Давайте։ Առաջինը ջրի մասին։ Ջրի մասին։ Ջուրը ուտելուց հետո անմիջապես եւ ուտելու ընթացքում վնաս է։ Այնուամենայնիվ ես եմ կարծում, որ ջուրը ուտելու ընթացքում եւ անմիջապես ուտելուց հետո ցանկալի չէ խմել, բայց մարդիկ տարբեր են լինում եւ այո, որոշ դեպքերում որոշ քանակությամբ ջուր կարելի է նաեւ խմել։ Բացարձակ օրենքներ այս իմաստով գոյություն չունեն։ Բուսակերները չեն չաղանում երբեք։ Չեմ համաձայնի, բայց ավելի քիչ հակված են գիրանալու բուսակերները, քան կենդանակերները։ Շաուրման fast food-ա, որը վնասակար է, թե superfood է։ Շարման համով սնունդ է իրականում։ Ստեղ դեռ դուք եք պաշտպանում։ Արդարության հանուն ես պետք է ասեմ, որ ես երբեմն նույնպես ուտում եմ շաուրմա, բայց լավ օրից չէ որ ուտում ենք շաուրմա։ Դա այն իմաստով, որ իհարկե դրան դա հիմնականում ուտում ենք, երբ որ աշխատանքային ծանր առօրյայի մեջ այլ ընտրանք չենք ունենում։ Չէ, մենք շատ հաճախ ուղղակի արդեն որպես գնահատող ենք ուտում շաուրմա։ Դե մասնագիտական է, Մասնագիտական է։ Չէ, ես այդպեսի մոտեցում չունեմ, բայց գիտեք, սնունդները տարբեր են լինում։ Որակները տարբեր են լինում։ Իհարկե, լավ շաուրման ինքը վատ բան չի կարող լինել, որովհետև եթե մենք նայում ենք բաղադրությունը, վերջի դա միս է, բանջարեղեն եւ կարծում եմ, որ միակ վատ բանը դրա մեջ սոուսներն են թերևս, բայց եթե այդ սոուսները հանենք այնտեղ վատ բանը միայն այն տապակած այդ ճարպերն են, որոնք որ ցանկալի չէ օգտագործել, բայց դրա քանակությունն էլ կարծում եմ շատ չէ։ Մոռանում ենք, որ կարա ինչ-որ վատ բաներ ինչ կարելի է մեկ-մեկ ուտել, ֆիքսում ենք, որ մեկ-մեկ կարող ենք ուտել։ Այո, խաշը օղիով ժամը 7-ին վնասա, թե դե կարելի է տարին մի անգամ։ Ու տարին մի անգամ կարելի է կարծում։ Բայց վնասա։ Օգտակար չի։ Հենց օղին է վնաս, թե խաշը։ Խաշը իր բնույթով ծանր հացային սնունդ է։ Որտեղ մենք այդպես ենք ուտում, չէ՞, խաշը դա ջուր է, որը իր մեջ հիմնականում պարունակում է այդ մսի եփուկները, այդ ջլերի եփուկները, եւ որի մեջ մենք 4-5, չգիտեմ, 6 ափսեի մեծությունից կախված լավաշ ենք փշրում եւ ինչ ենք ստանում, այդ նորից գանք մեր հաղորդման սկզբի հարց ու պատասխանին, ինչ լավաշ, առաջին սորտի ալյուր, աղ, խմոր։ Չեմ կարծում որ դա։ Ինքն իրենով խաշը ինքը իմիջիալից վատը չէ, վատ որպես սնունդ ինքը վատ բան չէ, բայց այդ լավաշը այդքան դրան մի փոքր դեմ եմ ժամը 7-ին։ Այսինքն եթե մենք ուտում ենք խաշ առանց լավաշի, այո, բայց օղիով կարելի է։ Ստամոքսը ծերանում է թե ոչ։ Իհարկե։ Ստամոքսը մեր մի մասն է, մեր մի մասնիկ է։ Եթե մենք ծերանում ենք, մեր մազերը սպիտակում են, մեր տեսողությունը վատանում է։
Իհարկե ստամոքսը Ես պես ծերան։ լսել եմ տես կարծիք, որ ստամոքսը ընդհանրապես չի փոփոխվում տարիների ընթացքում, եթե դու ուղղակի սովորական կյանքով ես ապրում, շատ չես ուտում սովորական Ինչ ասել է սովորական կյանք։ Սովորական կյանք ասելով շատ չես ուտում վնասակար Այդ բաներ։ դեպքում ասում հակադարձ հարց, հա, եթե մենք սովորական կյանքով ենք ապրում, մազերը սպիտակում են, թե չեն սպիտակում։ Մաշկը կնճռոտում է, թե չի Դե կնճռոտում։ հույս ունեմ չէ։ Էլեմենտար քիթը կախվում է, թե չի կախվում։ Իհարկե կախվում է, որտեղ ուր էլ որ մենք փախնենք երկրագնդի գրավիտացիան դա ձգելու է։ Հասկանում եք։ Այնպես որ բոլոր օրգաններն են ծերանում, բոլոր բջիջները, որոնք որ ծագում են մեր օրգանիզմում, իրենք կոդավորված են մահվան։ Դա կոչվում է ապոպտոզ, բժշկական լեզվով ասած։ Ցանկացած բան ինչ որ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, եւ այդ process-ը կոչվում է ծերացում։ Եվ ցավոք սրտի պետք է փաստենք, որ ծերանում ենք։ Չխոսացինք մինչ այլոց տեխնոլոգիաներից, բայց ես հույս ունեմ, որ տեխնոլոգիաները մեզ կօգնեն այդ process-ը կանգնեցնել եւ շատ շուտով։ Տեխնոլոգիաները հեղաշրջումներ են կատարում, միգուցե մի օր նաև դա լինի, բայց դեռ որ դա հույսի մակարդակի վրա է։ Դե գիտեք, ասում են մի 10 տարի էլ ձգեք ու AI-ը ձեր խնդիրները Իսկ ինչքան ժամանակ է ասում էր այդ 10 տարի։ Չէ, դες վերջերս եմ լսում ես։ Այս տարվանից եմ սկսել հաշվել, այսինքն ես վերջերս մենք ուրեմն Հայաստանում ներդրել ենք առաջին ռոբոտային վիրաբուժության համակարգը։ Հա, Սլավմեդում։ Այո։ Եվ երբ որ այս լուրը տարածվեց, կոմենտներն էի կարդում, մի կին գրել էր ոնց կարելի է որ ռոբոտը մարդու տեղ վիրահատի, բա որ լույսը գնա, բա որ կապը գնա։ Տեխնոլոգիաները իհարկե փոխում են մեր կյանքը եւ եթե նայենք թե էլեմենտար մարդու տեղաշարժը A կետից B կետը համեմատած 1900-ականների սկզբից մինչև հիմա քանի տասնյակ անգամներ արագացել է, հա, էլեմենտար տեղաշարժի մասով։ Չեմ ասում ինֆորմացիան, ֆանտաստիկ փոփոխություններ։ Եվ միգուցե այո, միգուցե մի օր կլինեն այդ կյանքի կապսուլաներ, երիտասարդացման կապսուլաներ, միգուցե եւ մի օր մարդը կոլոնիզացնի նաեւ Մարսը, այնտեղ ապրեն, միգուցե։ Բայց այսօր այնտեղ ենք, որտեղ կանք եւ այո, բայց տեխնոլոգիաներին պետք է հետեւել, տեխնոլոգիաներից պետք է օգտվել, տեխնոլոգիաները դրանք լավ են եւ ճիշտ կիրառման դեպքում տեխնոլոգիաները իրենք ունեն հեղաշրջումային նշանակություն։ Եվ այսօր առանց տեխնոլոգիաների հնարավոր չի պատկերացնել։ Մենք ձեր հետ խոսում ենք, մենք մեզ նկարահանում եք կողքի տեսախցիկը։ Նշեք մի product, որը դուք հնարավորության դեպքում կարգել եք վաճառել երեխաներին։ Քաղցրը։ Ընդհանրապես։ Գիտեք, ես կարծում եմ ռեալ լուրջ խնդիր է, որովհետև դուք մտնում եք խանութ, այդ խանութը կարող է լինի մեծ, բայց կեսը քաղցրավենիքներն են։ Այո։ Կամ էլ նման մի ինչ որ վեճ դուք մտնում եք հենց դիմացն է, դուրս եք գալիս վճարելու, դա հենց ձեր շուրջն է, քաղցրը։ Կամ գոնե կրճատել, այսինքն օրենք մտցնել, որ խանութի, չգիտեմ, 10%-ից ավել չպետք է զբաղվեցնի քաղցրավենիքները։ Նո կատաստրոֆա է արդեն։ Ցավոք սրտի, այսօր ես իրական չգիտեմ, թե ինչքանով ազդեց դա մարդկանց հոգեբանության վրա, տեսնում եք, հիմա ծխախոտը փակված է խանութներում։ Դա առերևույթ չի ցուցադրվում։ Դրանք փակված են հատուկ պահարանների մեջ։ Իմ տպավորությամբ ամեն անգամ երբ որ ես առևտուր եմ անում եւ դրամարկղին եմ մոտենում, որպես կանոն դրանք նույնպես դրամարկղի մոտ են վաճառվում, իմ տպավորությամբ ծխախոտ գնողների քանակությունը պակասել է։ Զուտ տպավորություն եմ ասում, բնականաբար չունեմ որևէ ստատիստիկ վերլուծություն, բայց միգուցե քաղցրի հետ էլ է պետք է ինչ-որ մի նման բան անել եւ պետք է ավելի շատ մարդկանց հասցնել, որ փորձեք հետ պահել երեխաներին, նվեր մի տարեք այդ քաղցրը։ Այս վերջում մի մեր գոլեգաներից անծանոթ ինձ մի երիտասարդ բժիշկ էր, ով որ մի հատ էսպես կարճ հոլովակ էր դրել իր Facebook-յան էջում, թե ինչի համար է աշխատում բժիշկը եւ սեղանի տակից հանում է մերսի շոկոլադ։ Ասում մերսի շոկոլադի։
Իրականում ինձ թվում է ծխողների, ըստ իմ զգալու, ծխողների քանակը չի պակասել, այլ ուղղակի նոր տեխնոլոգիաներն են մտել այդ ծխողների դա շատ վատ տրենդ է կարծում եմ, որովհետև անգամ իմանալով, որ ծխելը լավ չէ, այդ նոր տրենդից ինչ որ փորձել, զգալ, այդ դրա մեջ լինել, իրենց միուզը սոցիալական դիրքը ցույց տալ, շատ ժամանակ այդպես տպավորություն կա իմ մոտ։ X device-ով ծխեցինք, դե ոնց կլինի, այն մեկը նրանով էր ծխում, ես չծխեմ սրանով, ոնց կլինի։ Հա, դու ցավոք դրանից դժվում են կողքի մարդիկ, ովքեր որ չեն ծխում Բայց լավ է, որ ռեստորաններում, փակ տարածություններում գոնե արդեն չէ պայքարը, որը դեռ կշարունակվի երկար Բայց ժամանակ։ տեղաշարժ կա։ Նու, հա, բայց Անուն արդարության ասենք, որ կա։ Շատ դանդաղ, բայց կա, հուսում եմ, Այո։ կարագանա։ Հուսանք։ Որն է ձեր վախը ձեր առողջության համար, որպես բժիշկ։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Չեմ ուզում դրանց մասին խոսել, իրականում չեմ կարող հստակել ասել, կան որոշ վախեր իհարկե, բայց եկեք չխոսեմ դրա մասին, որովհետև ինձ կարող են սխալ հասկանալ։ Եղավ, դե ձեր սիրելի ուտեստը, որից դուք չեք հրաժարվի, չեք կարող հրաժարվել, բայց գիտեք, որ այդքան էլ Իհարկե դա տապակած կարտոֆիլն է, տապահով, որ ընդամենը։ Այո, այն ֆիլմում ասում է, քեզ ինչքան է պետք երջանիկ լինելու համար, ասում են, ընդամենը 5 ռուբլի։ Միլիոն են գողացել, ընդամենը 5 ռուբլի։ Չէ, եթե շատ տենց բան ձևով, իհարկե դա տապակած կարտոֆիլն է, որ միշտ ինձ ձգել է։ Ձեր ունիվերսալ խորհուրդը բոլոր մարդկանց, ովքեր որ մեզ կլսեն, զուտ ձեր վերահատական սեղանին չհայտնվելու համար։ Ինչ խորհուրդ կտամ, առաջինը խորհուրդ կտամ, եկեք սկսենք գիշերվանից, քնել։ Ժամանակ հատկացնել քնին եւ աշխատել, որ հիշել մի պարզ գաղափար, արևի հետ մայր մտնել եւ ծագել։ Սա շատ կարևոր եմ համարում եւ որովհետեւ բոլոր այն տատանումները, որոնք կան մեր օրգանիզմում եւ տիեզերքում, դրանք պետք է համապատասխանեն իրար, հակառակ դեպքում ծագում են իմ կարծիքով հիվանդություններ։ Երկրորդ ունիվերսալ խորհուրդը դա իհարկե նորից այդ կոնտեքստում լինել ռիթմի մեջ սնման եւ հանգստի իմաստով։ Աշխատել ուտել մի պարզ օրենքով, յուրաքանչյուրը իր բռի չափով։ Գերեք 2 անգամ, գերեք 3 անգամ վստահեցնում եմ, որ եթե դուք սպորտսմեն չեք եւ ակտիվ ֆիզիկական աշխատանքով չեք զբաղվում, այդքանը ամբողջությամբ բավարար է առողջ ապրելու համար։ Հնարավորինս իհարկե ուտել կանաչ սնունդ, ավելի բուսական, կանաչեղեն, հա։ Եվ բնականաբար մենք խոսեցինք, բայց կիսատ մնաց բավարար քանակությամբ ջուր օգտագործել։ Բավարար քանակությամբ ջուր օգտագործել, որովհետև ջուրը այն ունիվերսալ միջավայրն է, որտեղ տեղի են ունենում, այսքան մենք այսօր նյութափոխանակությունից խոսեցինք, որտեղ տեղի են ունենում մեր նյութափոխանակությունը, եւ ջուրը այն ունիվերսալ միջավայրն է, որը որ դուրս է բերում մեր օրգանիզմից այդ նյութափոխանակության բոլոր վնասակար արգասիքները։ Եվ կարծում եմ ավել խորհուրդներ չեմ ուզենա տալ, եթե փորձենք ունիվերսալների մեջ, եւ եթե կարող են, իհարկե հնարավորինս հեռու մնան քաղցրից եւ աղից։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։